Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, առողջ առավոտ հաղորդաշարը դարձյալ եթերում է։ Ինչպես գիտեք, մենք փորձում ենք ձեր առավոտյան 20-25 րոպեները դարձնել հետաքրքիր առայն, որ տրամադրում ենք ձեզ տեղեկատվություն, որն առնչվում է հանրային առողջապահությանը։ Այսօր թերևս մենք թերագնահատված, շատ քննարկված, բայց ըստիս մինչև վերջ չգնահատված մի թեմա ենք ընտրել։ Ինչպես գիտեք, մենք փորձում ենք նպատակային վերցնում ենք այնպիսի թեմաներ, որոնք շատ արծարծված չեն, եւ մատուցում ենք ձեզ հետաքրքիր զրույցի համար տաղավարում հյուրընկալել եմ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ եւ Մեգերյան կարպետ մշակութային համալիրի ավագ խոհարար պարոն Սեդրակ Մամուլյանին։ Առողջ առավոտ, բարի լույս բարեկամ։ Առողջ առավոտ թողնին։ Ինչպես եք։ Լավ, այդպես։ Ինչպես միշտ մարտական, այո, մշակութային տարերը ձեզնից անպակաս, ձեզ ճանաչելու այդպես ձեր թասակը եւ մնացածը։ Ես շատ ուրախ եմ ձեզ այս տաղավարում, այս ձևաչափով այլևս հյուրընկալել։ Գաղտնիք չէ, որ չեմ թաքցնի սիրելի ուսուցող, մենք արդեն իսկապես բարեկամներ ենք, լավ ընկերներ ենք, բայց այսօր մեր զրույցը թերևս շատ գործնական է։ Ես կուզեմ, որ մենք արդեն առողջության տեսակետից լրջացած ոչ թե ժամանցի վերածելով, այլ խոսենք սննդից եւ փորձենք խոսել հայկական խոհանոցի առանձնահատկություններից, որոնք դարեր շարունակ միտված են եղել առողջ ապրելակերպին եւ նկարագրել են մեզ որպես հայ, որպես էթնիկ առանձին տեսակ։ Այո։ Շնորհակալություն։ Իրոք թեման շատ կարևոր թեմա է, հավատիչյան։ Ես ուզում եմ ուղղակի մենք նախքան անցնելը մանրամասներին ուղղակի կարևորենք սնվելը։ Մենք պիտի կարևորենք, մենք պիտի հասկանանք, որ սնվելը մեզ համար ամենակարևոր մի գործառույթներից մեկն է, որից կախված է արդեն մեր տրամադրությունը, արդեն հետագա կարողություն եւ այլ եւ այլ։ Եվ շատ կարևոր է իհարկե ճիշտ սնվելը եւ առողջ սնվելը։ Մենք մեկ մտածում ենք, որ եթե մթերքները թարմ են եւ որակով են, բավարար է դա, որ մենք եւ սնվում ենք մենք, բավարար է դա, որ համարենք, որ մենք առողջ ենք սնվում, այնինչ մեծ նշանակություն ունի նաեւ սնվելու կարգը։ Մենք ասում ենք սննդակարգ։ Դա ուղղակի սնվելու կարգն է, չէ՞, բառը ասում է։ Եվ ձևը, եւ ժամանակը, եւ պարբերականությունը, այսինքն շատ բաներ կան։ Եվ տևողությունը։ Եվ տևողությունը, այո, եւ ուժգնությունը։ Տրամադրությունը։ Գիտեք, նախ եւ առաջ սնվելը օրգանիզմի համար ծանր գործառույթ է։ Եվ շատ կարեւոր է, որ մենք սնվելուց առաջ դրա մասին տեղեկացնենք օրգանիզմին, որ ինքը ծանր աշխատանք է իրականացնելու։ Տեսեք, դրան ապացույց չկա, մենք լավ կուշտ որ ուտում ենք, ինչ են լինում, մենք թուլանում ենք, քուններս է տանում, այնինչ ուղղակի այդ ծանր աշխատանքին է արդեն անցնում օրգանիզմը եւ բոլոր ուժերը գնում են, որ այդ կերածը կամ ներս թափանցած այդ սնունդը մշակվի վերջ։ Այդ մշակելու վրա մեծ աշխատանք է տանում, բայց նաև այստեղ հարցը արդեն առողջ սնվելու է, թե ինչ հերթականությամբ մենք սնվենք եւ ինչից սկսենք, ինչով վերջացնենք նաև։ Սա շատ մեծ նշանակություն ունի։ Համարվում է, որ իհարկե կան այլ կարծիքներ նույնպես, որ մենք մի քիչ անկանոն ենք սնվում։ Համարվում է, որ մեր խոհանոցը շատ պես ճարպային բան եւ այլն։ Սրանք շատ ուրախ եմ, որ շատ փոքր տոկոս ունեցող կարծիքներ են։ Հիմնականում մեր խոհանոցը աշխարհի ամենահավասարակշռված խոհանոցն է։ Ուղղակի մենք այն մասերը, այն կտորները, որոնք վերաբերվում են հենց բուն բնական մթերքներին, այդ թվում նաև վայրի ուտելի բույսերին, մենք համարում ենք, որ դա ուղղակի սոցիալական վիճակից է, որ մենք մեր սննդի համակարգում ունենք ներառված 300 անուն վայրի ուտելի բույս։
Այսինքն եթե միշտ չենք ուտում, կանաչի ենք ուտում, ուրեմն աղքատ ենք։ Այո, այսինքն այս մտայնությունը, այս քաղաքենիությունը, որ եթե սեղանին միշտ չկա, ապա այստեղ պիտի փնտրենք սոցիալական վատ վիճակ կամ եւ այլն։ Այնինչ դա բնությունը լավ ուսումնասիրելու, բնությունը ճանաչելու արդյունք է։ 300 անուն վայրուտելի բույս ներառել սննդի համակարգ, դա ֆենոմեն է, որովհետև խոսեցինք հավասարակշռության մասին, մեր սննդի համակարգում մսեղենը միշտ եղել է, կա եւ լինելու է, բայց դրա հետ միասին նաև այս վայրուտելի բույսերը, բացի դրանից, սեղանդրեքի նաև կարգը, մենք մեզ ասում են նաև, որ մեր խոհանոցը համեմունքների մասով մի քիչ ավելի, այսպես սահմանափակ բան ունի, կերակուրների մասով համեմունք, բայց մոռանում են, որ մեր սեղանդրեքի ավանդույթը այնպիսին է, որ յուրաքանչյուր անգամ մեր սեղանին կա բազմատեսակ թարմ կանաչիներ, որոնք իրենցով արդեն համեմունքի աղբյուր են, բայց նաև թարմ եւ օգտակար վիտամինների պաշար են։ Ավելի քան համեմունքը։ Վիտամինների կրողները, իսկ վիտամինները մեր նյութափոխանակության գործընթացում համար մեկ դերակատարություն ունեցող նյութերն են։ Եկեք պրակտիկ օրինակով սկսենք օրվա սկզբից եւ այսինքն այսպեսի մի բան առաջարկեմ, իմպրովիզ անենք։ Հայ մարդու սովորական օրը եւ հայ մարդու տոնական օրը, ինչպես, ինչից հետո ինչ եւ որպեսի պրակտիկ լինի, որովհետեւ մենք խոսում ենք առողջությունից։ Հիմա ձեզ սննդաբանները շատ ուշադիր հետևելու են, որ հանկարծ Ես շատ ուրախ եմ, որ սննդաբանները հետևելու են, որևէ խնդիր չեմ տեսնում, ես պիտի խոսեմ այն մասին, ինչը որ ես եւ սովորել եմ եւ ուսուցանում եմ մեր ուսանողներին, բայց դա հստակ գրականությունից է վերցրած, այնպես որ այստեղ անհանգստանալու կարիք չունեմ ես։ Ես հետևյալ այն մասին պիտի խոսեմ։ Ընդհանուր մեր ստանալիք կալորիան X հավանենք, մենք դա պիտի բաժանենք ըստ ընդունման կարգի նախաճաշ ընթրիք։ Ուրեմն ամենաօպտիմալը եւ դա իհարկե գիտահետազոտական ինստիտուտների ուսումնասիրությունների արդյունք է դեռ սովետական միության ժամանակաշրջանում։ Օպտիմալը գալիս է 25-30% նախաճաշը կարող է բաժանվել երկու մասի, 50-60% ճաշ եւ 20-25% ընթրիք։ Բայց երբ որ մենք ուսումնասիրում ենք պատմական իրավիճակը այս մասով մեր ավանդույթների, մենք տեսնում ենք, որ այնտեղ մի քիչ այլ է։ 20-25% նախաճաշ, 20-25% ճաշ, 50-60% ընթրիք։ Եվ սա միայն հայերը չէ, սա նաև բնորոշ է հրեաների նիստուկացին, կենցաղավարության ձևին, սնվելու ձևին։ Եթե մենք համարում ենք, որ սնվելը դա ծանր աշխատանք է եւ լավ սնվելուց հետո մենք արդեն ուժերը մեր գնում է սնվելու այդ ամեն ինչին եւ համարենք, որ սա իհարկե պատմական արդյունքներ են, ես նշեցի արդեն եւ հավանաբար սա շինականների եւ սովորական մահկանացուի մասով է վերցրած այդ ավանդույթը։ Այսինքն եթե շինականը գնաց աշխատելու եւ ճաշին 60-70% է իր վերցնելի կալորիա վերցրեց, էլի ոնց պիտի աշխատի։ Բնականաբար չի աշխատելու։ Բայց այստեղ գալիս է հակասություն, եթե ընթրիքին է վերցնում այդ կալորիան, հետո ոնց ալու։ Բնականաբար ընթրիքից հետո էլի ինչ որ ակտիվ ժամանակաշրջան պիտի անի, բնականաբար, բայց դուք բժիշկ եք եւ գիտեք, օրգանիզմը հիանալի մեխանիզմ է եւ նա ադապտացվելու նաեւ հնարավորություն ունի, ավանդույթները այդպեսին են։ Բայց ինչեւ է, հիմա ընդունված է նշածս առաջի տոկոսային հարաբերակցություն, այսինքն 25-30 նախաճաշ, 50-60 ճաշ, 20-25 ընթրիք։ Բայց սա դեռ ուրեմն ամեն ինչ չի ասում դեռ, որովհետեւ մենք այդ 25 ինչից ենք ստանալու այդ 25-30-ը առավոտյան, այսինքն ընթրիք նախաճաշին։ Նախաճաշին շատ հարմար է եւ համարյա բոլոր տեղերն էլ դրանով են գնում, իհարկե եւ սպիտակուցներ եւ ածխաջրեր եւ ճարպեր նույնիսկ, բայց ավելի շատ կատնային սպիտակուցներ եւ ձու եւ բան, այդպիսի բաները։ Ավելի շատ խտացված ճարպ եւ սպիտակուց
ավելի կենթանական ճաշին են ավելի խորհուրդ տալիս եւ ճիշտ են անում, որովհետեւ դրանից հետո մենք ակտիվ ֆիզիկական այնուամենայնիվ դեռ կյանք ենք ապրում եւ ավելի շատ բանջարեղենային մասով եւ ածխաջրեր եթե լինեն, ապա դյուրամարս ածխաջրերի ոչ շատ օսլայական, ավելի ուրեմն երեկոյան։ Սա նորմալ կենսաբանական հաշվարկներով նորմալ ռացիոն է։ Եվ մենք եթե հետևում ենք այս ռացիոնին, ապա հասկանում ենք, որ ունենք լավ նյութափոխանակություն։ Բայց շատ կարևոր է, որ մենք նաև հասկանանք յուրաքանչյուր անգամ սնվելիս ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ։ Այսինքն այդ նյութափոխանակություն, որ ասում ենք, այդ մարսողականություն, որ ասում ենք, դա ոնց է կատարվում եւ ինչ միջավայրում։ Մեր օրգանիզմում կա 3 վայր, որտեղ սկսվում են արդեն նյութափոխանակման process-ները, այսինքն այդ մթերքի քայքայման process-ները։ Մեկը դա բերանի խորոշտ է թթքի ազդեցության տակ, երկրորդը ստամոքսն է թթու միջավայրի ազդեցության տակ, եւ երրորդը 12 մատնա աղիները եւ աղին եւ աղիները, արդեն հիմնային միջավայրի ազդեցության տակ։ Հիմա մենք որպեսզի շատ ենք խոսում թե ինչի հետ է կարելի եւ ինչի հետ չի կարելի, որովհետեւ նորից եթե վերադառնանք մեր զրույցի նախաբանի սկզբին, տեսեք, միայն թարմ մթերքներ եւ այլն դեռ բավարար չի։ Տեսեք, բերանի խորոչում թքի ազդեցության տակ որոշ մթերքներ են հատկապես վիտամինների մասով, վիտամիններն են սկսում արդեն իրենց այդ քայքայման process-ը եւ բնականաբար դա ավելի շատ կանաչեղենի եւ բանջարեղենների մեջ է։ Ճարպի եւ սպիտակուցի համար դա թթու միջավայրն է, ստամոքսի միջավայրն է։ Եվ արդեն ածխաջրերի համար ածխաջրերը ավելի արագ են յուրացվում եւ ավելի արագ են տրոհվում եւ դրա հիմնային միջավայրում է աղիների մեջ։ Հիմա եթե մենք պարզ ուղղակի տրամաբանություն է, պարզ Եթե մենք սկզբից օգտագործում ենք շատ սպիտակուց ու ճարպ, ստամոքսը լցնում ենք, նոր նրանից հետո ենք օգտագործում ածխաջուր, ապա ածխաջուրը ազատ երկ չունի, ազատ ընթացք չունի միջև աղիները։ Մնալով ստամոքսում ածխաջուրը բնականաբար ավելի ծանրացնում է եւ թթու միջավայրի հետ խառնալու այլ այդ այրոսները եւ այլն առաջանում են դրանից։ Եվ մենք հացը մսի հետ կամ կարտոֆիլը մսի հետ սրա մասին է խոսքը, այսինքն սա այս ձևով է որ իրար խանգարում են ստամոքսի մեջ։ Այսինքն մենք կարող ենք գոնե սկզբից այդ ածխաջուրը եւ օսլանուտը թողնա ինքը իր համար այնտեղ անցնի եւ գնա եւ նոր արդեն ճարպային բանը։ Ես ուզում եմ հատկապես մեր հերոստատիտողներին հորդորել, որ շատ ուսումնասիրեն սնվելու այս կարգը եւ չհամարեն, որ սնվել ամենա երկրորդական բանն է եւ եթե ժամանակ գտանք արագ ինչ որ բան ծամեցինք ու արդեն ինչ որ բան։ Սա շատ կարևոր բան է, շատ կարևոր։ Մեր օրգանիզմում ամեն վայրկյան գործառույթներ են իրականում, որի շնորհիվ բազմաթիվ մոլեկուլներ, բազմաթիվ բջիջներ մահանում են եւ նույնը վերականգնվում է։ Եթե մենք չկարողանանք ապահովել այն նյութերը, որի շնորհիվ վերականգնվում է այդ ամենը, հատկապես սպիտակուցները եւ հատկապես կենթանական սպիտակուցները, մենք կունենանք վատառողջ օրգանիզմ, հիվանդ օրգանիզմ, որը արդեն մեզ թույլ չի տա որևէ բան ստեղծագործելու եւ արարելու։ Պարոն Մամուլյան, համարենք, որ սա մեր առօրյա սննդակարգի մոդելն էր, բայց մենք հայերս աչքի ենք ընկնում սննդի առատությամբ հատկապես տոնական օրերին, հատկապես եթե այդ տոնական օրերը ուղղակի տարեդարձներ չեն, այլ հարսանիք են եւ այլ այս համարժեք միջոցառումներ են։ Այստեղ ինչ նկատառումներ ունեք դուք։ Ինչն ենք մենք ճիշտ անում, ինչն ենք սխալ անում, մենք մեծ սրտով ենք հյուրասիրում, թե ցուցամոլություն է սա։ Շատ ցավոտ թեմա է, ավետիս։ Ուրեմն մարդը տեսողական օրգանով, աչքերի արձանագրածով մեծ քանակի սննդից սարսափելի վախ է վերցնում։
մենք չենք զգում։ Ուղեղը սարսափելի վախի զգացողություն է փոխանցում։ Մեծ, շատ, ճոխ, տենց չափից շատ սննդի միջոցով։ Եվ դուք երևի ինքներդ ձեր փորձի վրա նաև կհիշեք, մենք այդ ճոխ սեղաններից երբեք հագեցած չենք վեր կենում։ Մենք գալիս ենք տուն անպայման հաց ենք ուտում։ Հաց ու պանիր։ Այո։ Այո, այս ցուցամոլությունը սարսափելի վիճակ է։ Ես չեմ պատկերացնում մի այլ ժողովուրդ, որ միշտ նշի, որ թող շատ լինի, բայց պակաս չլինի։ Եվ չեմ պատկերացնում մի այլ ժողովուրդ, որ ընկերային հասկերույթը, ասենք ծնունդ կնունք եւ այլն, պատվիրի, որ մինչև վերջին պահը նախուտեստները լի լինեն։ Այսինքն առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ նույնիսկ, չէ, որ նախուտեստները, նախուտեստները, որ ուղակի ստարտյորներ են, նախքան ուտելը։ Հա, ես սխալ հասկացա, նախուտեստները, ոչ թե ուտեստները։ Ուտեստները նախուտեստները ամբողջությամբ լինեն, այսինքն այն սննդի համակարգում, այն մթերքները, այն սննդի այն տեսակները, որոնք ուղակի նախուտեստ են կոչում ես դրա համար, որ միջև ուտելը շարժեն մեր ախորժակը։ Դա նույնն է թե որ գիրք կարդալիս ամբողջ ընթացքում ներածությունը լինի միջև վերջ։ Այո, միջև վերջ ասես այդ ներածությունը հա հիշեցնես, հա բանանես, էլի, այտենց եւ միջև վերջ այդ սեղանը, սա բա որ մենք վեր ենք կենում սեղանից ու սեղանը առատ է, ի՞նչ է լինում դա։ Դա ի՞նչ ենք անում մենք։ Փաթեթավորում տանում տուն, առաջ մոդա չէր, հիմա արդեն հաղթարել ենք այդ կոմպլեքսը։ Նախ ասեմ, որ սնունդը կերակուրը ունի կյանք։ Կենցաղային եմ խոսում իհարկե, կներեք։ Կենցաղի մեջ ենք մենք բնականաբար։ Սնունդը կերակուրը ունի կյանք, ծնվեց, ապրեց եւ մահացավ։ Սա դնենք մի կողմ։ Եվ որպես խոհարար, ես որպես մասնագետ, ինձ համար յուրաքանչյուր մթերք ունի իր արժեքը։ Եվ դա ամենեմին երկրորդական, երրորդական արժե համակարգի մեջ չի։ Որ այնպես ինչպես օրինակ պատկերացնում եք նկարիչը օրինակ արհամարական կամ անտարբեր վերաբերմունք ցուցաբերի ներկերի նկատմամբ։ Որակի ներկերի եւ այո, ճիշտ հերթականության եւ ընդհանրապես ներկը ասի դե լավ թափ է կամ բան։ Խոհարարի այդ կտավի ու կերակուրը համարենք խոհարարի կտավը։ Խոհարարի կտավի հումքը մթերքն է։ Եվ ամեն մթերքի փչացումից խոհարարը այստեղ լի ցավ զգա։ Եվ զգում է իսկական խոհարարը։ Եվ յուրաքանչյուր մթերքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, անտարբերությունը կամ թող լինի ու թափվել, բա սա խորը վիրավորանք է խոհարարի համար։ Բայց սա առօրյայում կիրառվում է։ Հիմա ինչ պիտի անել։ Ոնց պիտի անել։ Ես կարծում եմ, որ սա գալիս է սնվելու մեր մշակույթի, սնվելու կրթվածության, սնվելու մասին կրթվածության պակասից։ Դարձյալ կրթությունը գալիս է առաջին պլան։ Անշուշտ, միանշանակ։ Ես էլ ձեզ արագ հուշեմ, որ ինչ ուզում է լինի, մեր հիվանդությունների մեծամասնությունը գալիս է սխալ սննդակարգից։ Այո, իհարկե, իհարկե։ Ես ուսանողներին այսպես եմ բացատրում։ Ընդհանրապես ինչ զգացողություն է ախորժակը։ Ինչ է դա։ Ինչ երևույթ է դա։ Արդյոք դա մեր օրգանիզմը մեզ չի հուշում։ Ազդակն է։ Ազդակ, որ պակասել է իր մեջ այն նյութերը, որը կա այս կերակրատեսակի մեջ։ Ընդ որում ասում է սիրտս այսինչ բանն է ուզում։ Այո։ Դա ուղղակիորեն վկայում է այն մասին, թե ինչի պակաս ունես, որ տարի, որ միկրոէլեմենտի, նույնիսկ ասում է, եթե աչքերդ փակում ես խնձորի գույնն էլ ես պատկերացնում, ինչ խնձոր հիմա կուտեիր, ըստ գույների ասում է, որ մետաղը կամ որ էլեմենտն է քեզ մոտ էս բանը պակաս։ Միանգամայն ճիշտ է։ Որը մենք չունենք կոնտակտը մեր հետ։ Պիտի սա հասկանանք։ Սա պիտի կարևորենք։ Եվ պիտի հասկանանք, որ մեր օրգանիզմում մենք դա զգում ենք, այս պահին մենք դա գիտակցում ենք, զգում ենք, թե ինչ ենք անում, մեր օրգանիզմում մեկ ամեն վայրկյան process-ներ են գնում։ Պատկերավոր ասած, մեր օրգանիզմում պատերազմ է։ Եվ այդ ախորժակի մասով զորքը մեզանից պահանջում է ինչ-որ մի բան, օրինակ եմ ասում, պատկերավոր։ Այո, թիկունքից բան է պահանջում։ Այո, փամփուշտ։ Մենք, քանի որ լսել ենք հերոստատեսության մի միսիոների, որ ասել է այս մթերքից էլ չուտեք, այս օրգանիզմը այս մթերքն է ուզում, ու մենք այդ մթերքը չենք տալիս օրգանիզմին։ Ինչ է կատարվում։ Դա ստրես է։ Պատերազմում փամփուշտ են ուզում, մենք տալիս ենք, ասենք, գտալ, որ աշխատի հաց ուտի։ Մենք դրա արդյունքը գիտենք ինչ է։ Այո։
Ես դրա համար մի քիչ գույները խտացնում եմ, որովհետև Ավետիս ջան, ինչպես դու ասացիր, սնվելը շատ կարևոր բան է։ Ես խնդրում եմ մեր հանրությանը, որ կարևորություն տվեք եւ մի առաջնահերթությունների մեջ եթե նույնիսկ օրվա հետ կապված դա առաջի առաջնահերթությունը չի, ապա խնդրում եմ, որ շատ մի տարեք հետին պլան։ Պարոն Մամուլյան, մեր հեռուստադիտողի կյանքն էլ մի քիչ հեշտացնենք, թե չէ առավոտ շուտ սկսել ենք այս մարտիկ նախաճաշ են անում, իսկ հիմա ստիպված այսպես մնացել է իրենց արժև այդ ամենը, փորձենք մի փոքր այլ դաշտ թռչել։ Այս տարի մենք համատեղ ուժերով անում ենք մի շատ մեծ նախագիծ, որ կոչվում է Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես։ Դուք փառատոնների իրականացման վարպետ եք եւ ձեր ուրույն տեղը ունեք ոչ միայն մեզ մոտ, այլև ռեգիոնում եւ ռեգիոնալ համագործակցության առումով այս մասով վստահ եմ, որ եթե չկա մարդ, որ ձեզ չի ճանաչում, պարզապես վրիպակ է, այսպես տեխնիկական է։ Մենք այս տարի դուք մեր հրավերը չմերժեցիք եւ ձեզ ընտրեցինք որպես այդ էքսպոյի առողջ սննդի դեսպան։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը դարձնել առողջապահական հետաքրքիր լոկացիա, hub, առաջիկա 5-10 տարիների ընթացքում էքսպոների կազմակերպման, որտեղ մենք խոսում ենք առողջության մասին, այսինքն սկզբում դիրքավորելով Երևանը որպես առողջության քաղաք, հետո Հայաստանի Հանրապետությունը որպես առողջապահական կենտրոն, ամբողջ աշխարհի համար հետաքրքրություն առաջացնող։ Ձեր դերը այդտեղ ո՞րն է։ Մենք աշխարհին ինչ ունենք ցույց տալու առողջ սնվելու մասով եւ ինչ հետաքրքիր մտքեր ունենք, որ միասին փորձելու ենք իրականացնել այդ էքսպոյի շրջանակներում։ Ես նախ շնորհակալ եմ այս բարձր պատվին արժանանալու համար եւ ինչպես նման դեպքերում են ասում, պատրաստ եմ եւ կներդնեմ իմ բոլոր ներուժը շատ լավ նախաձեռնություն է, այո, Հայաստանը պետք է դիրքավորել ամենահավասարակշռված խոհանոցի նաև եւ ըստ այդմ նաև առողջության հետ կապված ուղղակիորեն փոխկապակցված այո։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ չեմ զլանա, մեր ազգային խոհանոցի հիմքում ընկած են մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը։ Դրանք խոհանոցի աստվածաշունչն են։ Մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը տիեզերական երևույթ են։ Ես անկեղծ եմ ասում։ Տեսեք, կերակուր պատրաստես, որ աշխարհում խաղաղություն տիրի, եւ հատկապես ցորենից պատրաստես կերակուր, այդ կերակուրը։ Մեր ազգային խոհանոցի հիմքում հազատիկավորներից եւ հատկապես ցորենից պատրաստված կերակուրներն են։ Եվ սա պատահական չի։ Նախ բացենք ցորեն բառը, ինչ է նշանակում։ օր։ Մինչև օրը։ Այսինքն ի սկզբանե։ Այսինքն նախ եւ առաջ։ Եվ իրոք ամեն ինչ սկսվեց ցորենից։ Չափաղվեցի, պարոն Մամուլյան, հետաքրքիր է։ Այո, հացի նկատմամբ մեր սրբացված վերաբերմունքը արդյոք պատահական է։ Չէ, ուղղակի կենցաղում դարձել է հացակերության չարաշահման այսպես ուրույն, բայց իրականության մեջ բայց ավելի գիտական հիմք ունի նաև դա։ Տեսեք, եթե մենք ունենք ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց եւ ճիշտ ջերմաստիճանով եւ ճիշտ չափաբաժնով, ճիշտ խտությամբ, ապա նրա տոկոսային հարաբերությամբ նա ունի 20-25% սպիտակուցի, 9-ից մի քիչ բարձր ճարպի եւ 50-60% ածխաջրի համամասնություն։ Սա այդ օգտակար նյութերի ամենաիդեալական համամասնությունն է, որը մարդուն պետք է։ Այսինքն դուրս է գալիս ամբողջահատիկ ցորենով պատրաստված հացը, որ մենք հիմա հացին հակա դες բան ենք անում։ Ես էլ հացը շատ չեմ օգտագործում, բայց ամբողջահատիկը միշտ ուտում եմ։ Դեպք կլինում ամբողջահատիկ թխված հացից ես ուղղակի հենց միայն հաց եմ ուտում եւ շատ նորմալ եմ զգում։ Այսինքն ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացը ունի իդեալական համամասնություն այդ օգտակար նյութերի եւ ամենաճիշտ սնունդն է ամբողջության մեջ։ Վերջերս համացանցում մի կարճ տեսանյութ էր, չնայած արհեստական բանականությամբ էին գեներացրել հատուկ հացի այսպես ուրեմն ռեցեպտ կար հայերեն Բաղադրատոմս տվե։ Տեսեք բժիշկը ռեցեպտը գնաց դեղատոմսի։
Բաղադրատոմս կար, որտեղ որ նշում էր, որ Աստծո հաց է կոչվում, որտեղ այդ ձեր ասած հավասարակշռված են եւ նշում էր, թե որ սրբություններն են եւ որ մեծերն են դա կերել, միայն դրանով են սնվել։ Չգիտեմ աղբյուրը ինչքանով էր, բայց այնուհանդերձ ձեր ասած մտքին չէր հակասում։ Ես վերադառնամ Էքսպոին եւ կարծում եմ, տեսեք, մենք արդեն իսկ ունենք 45 եւ ավելի երկիր, որոնք ընդգրկվել են մասնակցելու եւ ունենք 60-ից ավելի համաշխարհային դեմքեր, գիտնականներ, որոնք գալու են Հայաստան։ Կարծում եք, չէ, որ այստեղ են հատվածն է, որ գիտությունը եւ խոհանոցը պետք է անբեկանելիորեն խաչվեն, հատկապես երբ որ խոսում ենք առողջ սննդից, ասենք առողջապահության համաշխարհային կազմակերպության օրակարգում սնունդը եւ սնվելու խնդիրը, առողջ սնվելու խնդիրը համար օրակարգային կարևորագույն հարցերից է։ Մենք պատշաճ կներկայացնենք, չէ, Հայաստանը հատկապես հատուկ կատեգորիայի հյուրերին։ Անշուշտ, մեր ազգային խոհանոցը ընդհանրապես գիտահեն խոհանոց է եւ այդ նշածս տոնատեսական կերակրատեսակների համակարգը մի ճկնաղ բան է եւ մենք հենց այդ խոհանոցն է, որ մեզ հնարավորություն է տալիս հենց ամենաանծանոթ հյուրի հետ սկսել խոսակցությունը շատ բարձր նոտաներից։ Այսինքն բարձր նոտա ասելով համամարտկային ամենաբարձր արժեքը խաղաղության արժեքն է իմ կարծիքով։ Համատեղ ապրելու, հարգանքի, հյուրընկալման գաղափարն է։ Մեր խոհանոցը դրա վառ օրինակն է։ Ես որպես վերջաբան ձեր թույլտվությամբ, տպավորությամբ, նախ ես ամեն անգամ ապշում եմ, որովհետև ցանկացած ձեզ այդ զրույց, պարզապես զրույց չէ, դա ուսուցանում եք դուք միշտ։ Եվ դրա համար բախտավորություն է ձեզ այդ ընդհանրապես ընկեր կոչվելը, ձեզ ընկեր համարելը։ Ես կարծում եմ, որ մենք իսկապես համատեղ միասին գործելու այսպես մեծ առիթ ունենք, որովհետև դուք ձեր մասնագիտության մեջ, ես իմ մասնագիտության մեջ, բայց երբ խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը եւ աշխարհի առջև դռներ բացելուն, եկեք համաձայնենք, որ մենք բավարար չափով չենք կարողանում մեր պատմական հզորությունը ցույց տալ։ Եվ իսկապես գուցե եւ չգնանք քաղաքականության դաշտ, բայց ժամանակն է, որ հայը իր մասին հանրահրճակի ճիշտ։ Եվ կարծում եմ, որ առողջությունը ում է պետք ստամոքսը սոված կամ կուշտ, եթե առողջ չեն քո հարազատները։ Ոնց էլ պատտվենք, առողջությունը մեզ միավորող ամենակարևոր արժեքն է, որովհետև ամեն ինչ ցանկացած սեղանից վեր են կենում, եթե կա առողջապահական անհետաձգելի իրավիճակ։ Հետևաբար միասին ուժերով, համատեղ ուժերով միասնական կգնանք աշխարհին հանրահրճակելու, առողջ սնվելու մշակույթը մեր դիտանկյունից, չհամարելով, որ մենք առավելագույն ենք, ինչ որ մեկից առավել ենք, բայց առնվազն ճիշտ ներկայացնելու, որովհետև գնալով ինչքան ավելի շատ եմ ճամփորդում, ինչքան ավելի շատ եմ տարբեր մշակույթների հետ առնչվում, սարսափում եմ, երբ ասում են, իսկ Հայաստանը դա Արմենիա, Ռումենիա, դա ռումինական քաղաք է, ճիշտ հասկանում եք։ Գուցե նրանք էլ են մեղավոր, որ լավ ժամանակին պատմություն չեն սովորել կամ դպրոցում չկա այդ առարկան, բայց նաև երևի թե մենք էլ ունենք բացթողումներ եւ դա դարձնենք այդ բացթողումները հնարավորություններ։ Ես չդիմացա, երբ որ խոսքը գնում է հայրենասիրությանը, ես այսպես էմոցիոնալ եմ արձագանքում։ Սիրելի հեռուստադիտող, անուշ լինի, ինչ որ այս նախաճաշի ընթացքում հասցրեցիք ուտել, թերևս նախաճաշի համար արդեն բավական ուշ է, բայց եւ այնպես կարծում եմ տպավորված եք պարոն Մամուլյանի հետաքրքիր տեղեկատվությամբ, կարծում եմ սա մեր վերջին եթերը չէ, որովհետեւ մենք դեռ առողջ դեսպանի կարգավիճակով ձեզ նորից կհյուրընկալենք եւ իհարկե բոլորից սիրով հրավիրում ենք նոյեմբերի 27-ից 30-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում կայանալիք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսին, որտեղ մենք իսկապես բոլորով միասին ներկայացնելու ենք մեր երկիրը, առողջ երկիրը, որպես առողջության քաղաք եւ առողջության ընդհանրապես կենտրոն։ Շնորհակալ եմ ձեզ խաղաղ։ Ես եմ շնորհակալ եւ ուզում եմ, որ բոլորիս օրը լավատեսությամբ սկսվի։ Լավատեսությամբ եւ գիտես, ես շատ եմ սիրում, որ մենք բոլորս իրար հանդիպելիս բարի լույս ասենք։ Այո։ Պարոն Մամուլյանը հրաշալի արտահայտություն ունի, բարի լույս հայք, բարի լույս հայեր, առողջ առավոտ բոլորիս կհանդիպենք սիրելի հեռուստադիտող։